Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, իսկական իրադարձությունների հեղափոխություն է կարելի է այսպես ասել, քանի որ Հայկը վերջապես լսում է այն, ինչ իրեն պետք է։ Իհարկե, հեռուստասերիալը կավարտվեր, եթե ողջ ճշմարտությունը բացահայտվեր, հավանաբար Հայկը լսում է նրանց խոսակցության վերջին մասը և այդպես էլ ոչինչ չի հասկանալու։ Հեռուստասերիալում հերթական իրադարձությունները դառնալու են ինտրիգային։ Հայկը, ով եկել էր ճշմարտության հետևից պարզելու, թե ինչ գործ ունի Սաքոյի մոտ իր հոր ժամացույցը, որը տարիներ առաջ մշտապես եղել է հոր հետ, բախվեց նաև Քաջիկի հետ։ Քաջիկի, ով եկել էր խիղճը մաքրելու, ով եկել է Սաքոյի մոտ ստանալու իր հարցերի պատասխանները, բնականաբար նրա խղճի վրա ծանրացած է Աշոտի մահը։ Բայց Սաքոները բնականաբար նրանց մեղադրում են խմիչքին տալու մեջ։ Ոչ թե հարց են լուծում, այլ փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղում։ Սաքոն ու Քաջիկը Աշոտին թաղեցին անտառամիջյան մի հատվածում, և դրանից հետո որևէ մեկն Աշոտի մասին ոչինչ չլսեց։ Նրա որդին, հատկապես Հայկը, Աշոտին մշտապես մեղադրել է, որ իրենց կյանքում բացակայ է եղել։ Սակայն Հայկը չգիտի ամբողջ ճշմարտությունը։ Բայց հավանաբար եկել է ժամանակը, որ նա բացահայտի, բայց բացահայտումները որևէ լավ տեղ չեն տանելու։ Նարեի հայրը Սաքոն տարիներ առաջ դժբախտացրեց բոլորին։ Նա որոշեց Լալայի կյանքը տնօրինել, դուրս շպրտեց տանից ու որևէ մեկն այդ պահից հետո Լալայի մասին ոչինչ չլսեց։ Բայց ուներ արդյոք դրա իրավունքը։ Լալան ոչ մի վատ բան չէր արել։ Բայց միևնույն է, պատվախնդրությունը կյանքից առավել դասեցին Սաքոն ու Քաջիկը, որից հետո բնականաբար Աստծո առաջ պատասխան տվեցին իրենց զավակների կորստով։ Սաքոն կորցրեց իր ավագ որդուն Կարոյին, իսկ Քաջիկը իր միակ դստերը Արփիին։ Չնայած Արփին չէր որոշել Կարոյի հետ լինել, նա որոշել էր Հայկի հետ փախչել, բայց միևնույն է, նրա կյանքն էլ տնօրինեց Սաքոն, ով որոշել էր ստիպողաբար Արփիին իր հարսը դարձնել։ Կարոն էլ որոշել էր, որ Արփիին բերելու է իր տուն, բայց իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին։ Կրկին պատվախնդրության անվան տակ Արփիի ծնողները որոշեցին, որ իրենց աղջկան հարսանեկան զգեստ են հագցնելու ու ուղարկեն Սաքոյենց տուն, բայց Արփին որոշեց ընդդիմանալ ծնողներին ու Հայկի հետ փախավ։ Իհարկե, թե ինչ տեղի ունեցավ, արդեն հեռուստադիտողներին պարզ է, կրկնվելու կարիք չկա, բայց արդյոք արժեր պատվախնդրության պատճառով կամ դրա քողի տակ զոհել երկու անմեղ մարդկանց։ Կարոյի ճակատագրի համար էլ հենց Սաքոն է մեղավոր։ Նա է այդպես դաստիարակել իր որդուն, ով փորձում էր Արփիին իրենով անել, չնայած որ Արփին իրեն չէր էլ սիրում։ Հայկ Նարե այս գեղեցիկ զույգին հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ պետք է միասին լինեն, մյուս մասը կարծում են, որ Նարեն իրավունք չունի սիրել Հայկին, չէ՞ որ Հայկը սպանել է նրա հարազատ եղբորը։ Բայց հեռուստադիտողների մյուս մասն այլ կարծիք ունի։ Նրանք կարծում են, որ Հայկին պետք է սիրի Նարեն, որովհետև Հայկը որևէ կապ չունի Կարոյի սպանության հետ։ Իսկ մինչ կբացահայտվեն շատ այլ հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալի շուրջ, միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե արդյոք Հայկը հասցրեց լսել Քաջիկի ու Սաքոյի խոսակցությունը և արդյոք կպարզի, որ Սաքոն ու Քաջիկն են սպանել Աշոտին ու թաղել անտառում։ Թե հեռուստասերիալն ավելի երկարացնելու համար դեռ գաղտնիքն այդքան արագ չի բացահայտվի։ Հեռուստադիտողները հաճելիորեն զարմացած են նաև Վռամի փոփոխությամբ, ով ամեն կերպ փորձում է քրոջ կողքին լինել ու պաշտպանել հորից։ Այն հեռուստադիտողներն, ովքեր կարծում էին, որ Վռամն այս հեռուստասերիալի ամենաբացասական կերպարներից մեկն է, այժմ հավանում են ոչ միայն նրա խաղը, այլ կերպարը։ Նա ամեն կերպ փորձում է օգնել քրոջը, որպեսզի Արմոն նրան չցավեցնի։ Բայց Արմոյի մասին հետաքրքիր գաղտնիքները կբացահայտվեն շատ շուտով։ Արմոն ոչ միայն իրենով է արել
Սաքոյի ու Վռամի ունեցվածքի մեծ մասը այլև նրանց ընտանիքին դեռ վաղ ժամանակներից է հարվածել, ուղղակի ոչ Սաքոն, ոչ էլ Վռամը դեռ չունեն կասկածներ։ Նարէն էլ համոզված է, որ Արմոն այն մարդը չէ, ում ընդունում է Սաքոն, բայց Սաքոն անդրդվելի է։ Նա մի անգամ արդեն ճակատագրական սխալ արել է, փորձ երկրորդ անգամ իր սխալի վրա չի սովորել և երրորդ անգամ նա կրկին փորձում է սխալվել։ Այս անգամ արդյոք Նարէն կդառնա երրորդ զոհը նրա հոր, թե կորոշի ընդդիմանալ հորը ու երջանիկ կլինի, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ բաց չթողեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որպեսզի իմանաք, թե ինչ լսեց Հայկը և ինչպիսի գործողությունների է նա դիմելու, և վերջապես Հայկն ու Նարէն միասին են լինելու, թե ոչ։